Աղոթքից հետո էլ ոնց որ սենց ուզենաս մենակ շփվես, ասես ինչ լավն ես դու, սիրում եմ քեզ։ Փառք Հիսուսին, թանկագիններս։ Հիսուսը չլներ ինչ պետք է անեինք, մեկ մտածում ես էլի, չէ՞։ Ինչքան հավեսա որ մեր Տիրոջ ունենք։ Փառավորվի իր անունը։ Իրանից որ խոսում ես, ոնց որ գիտես ինչա կատարվում, ոնց որ ամեն ինչից խոսաս արդեն։ Եթե Հիսուսից խոսում ես, ամեն ինչը իր մեջ է։ Ներել, սիրել, թեմաներ կարամ ասեմ, հազարավոր, բայց որ Հիսուսից ես խոսում մի քիչ, արդեն այդ ամենը իր մեջ ձևավորված է, ու այդ ամենի կարիքը ոնց որ էլ չունենաս էլ խոսալու սիրելիներս։ Դրա համար շատ ժամանակ քո ընթացքի մեջ Հիսուսի մասին մտածի ու Հիսուսի մասին խոսի։ Շատ կարևոր է։ Մենք կարող ենք տարբեր թեմաների մասին երկար խոսենք, բայց եկեք գլը մեկ փորձենք, երբ որ հանդիպում ենք իրար, թողենք տարբեր թեմաներ, լավ է, ամեն թեմաները ես կողմ եմ, բայց հələ մեկ մի 10 րոպե սկսի Հիսուսից խոսալ։ Ու գտենաս ինչա մեջդ կատարվում։ Հիսուսից խոսա ոչ թե որ ապացուցես դու ավելի շատ գիտես կամ ամեն մեկը քիչ գիտի, չէ, ուղղակի Հիսուսի գործերից, Հիսուսի արածից, որ ասենք մեկ մտածի որ Տեր եկավ, բայց գլուխը դնելու տեղ չուներ։ Կարելի է, չէ՞, մեկ մտածել, երկիր արարող Աստված եկավ, բայց գլուխը դնելու տեղ չուներ։ Մի հատ փոքր բան եմ ասում, էլ ու ինչքան կարաս դու իր մասին մտածես ու խորես։ Ինչքան մտածում ես իր մասին, ինչքան խորում ես իր գործերի մասին, գիտես ինչա կատարվում։ Մի բան, դու ազատագրվում ես ամեն կապանքներից, ամեն խնդիրներից, մեկ է տենում ես ազատ ես, մեկ է տենում ես գնաց, մեկ է տենում ես առանց որևիցե բան անելու, աղոթելու, պոկվավ այդ բանը, գնաց քո կյանքից, գիտես այդ ինչից է, որովհետև մի անուն է, որ ամեն անունից վեր է սիրելիս, անուն է, որ դիվային աշխարհը դողում է այդ անունից, որովհետև դու սկսում ես Հիսուս անունը տալ, ու ինչ էլ որ կողքերդ կա կատարվում է, փախնում են իրանք, որտեվ դու սկսել ես այդ անունը տալ, հանել, արձակել։ Ամեն։ Մեկ որ դժվարությունների մեջով ես անցնում կամ միտքդ բռնվել է կամ մի բան ծանրացել է վրատ, գիտես շատ բան այդ պահին գուցե չկարենաս ուժ ունենաս աղոթես, բայց կարաս մի բան անես, ասես Հիսուս, 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 ինքան ասես, որ մեկ էլ տենաս բում։ Ու հավատա կա տես բան։ Ամեն։ Օրհնյալ է մեր Հիսուսը։ Հզոր մի անուն, որ մեր զենքն է, մեր ատոմային ռումբն է, որտեղ գցեցինք։ Ամեն, որտեղ պետք է սեր ակցում, որտեղ պետք է ամեն թանկագիններս հրաշալի է այդ անունը, փառք իրան։ Օրհնյալ է մեր Հիսուսը։ Այսօր մի հատ թեմա կա, ուզում եմ խոսենք դրա մասին։ Վերնագիր ուզում էի դնեի հիմա, բայց հետո հասկացա, որ պիտի դնեմ Երանի հիմա։ Երանի հիմա, սիրելիներս։ Գիտես, շատ մի հատ հետաքրքիր թեմա է, որ կուզեմ սրտից սիրտ կիսվենք իրար հետ։ Մի քանի սենց թեմաներ կար մտքիս մեջ, ուզում էի պտուղներ, պարգևներ խոսեի, ուզում էի իշխանությունից խոսեի, բայց ոնց որ հետո հասկացա, որ էս է ուզում Տերը խոսանք իրար հետ։ Գիտես, հիմա ենք մենք ապրում, սիրելիներս։ Մենք շատ ժամանակ թանկագիններս, տեսեք, կամ ապրում ենք անցյալով, կամ սպասում ենք ապագային։ Ամեն։ Մեկ լնում է, որ ալբոմը բացում ես, նայում ես նկարներդ, ասենք մի քանի տարի առաջվա, ասում ես Երանի այդ օրը։ Չէ՞։ Բայց դու այդ օրը, իսկի չես էլ գնահատել այդ օրը դու։ Դու ուղղակի անցել ես այդ օրը։ Դու կարող ես այդ օրը ընդհանրապես քո համար հեչել հավես օր չի եղել։ Անցել ես, բայց այսօր հետ ես նայում, ասում ես Երանի այդ օրը։ Սիրելիս, գիտես կյանքը հիմա է։ Հենց հիմա է, որ մենք նստած ենք ստեղ։ Մի վարքյան հետո 5 րոպե ծառայությունը պրծավ, հետո արդեն անցյալ է ինքը։ Դրա համար թանկագիններս մենք պիտի ապրենք հիմա։ Բան կա անելու հիմա արա։ Ամեն։ Դրա համար տեսեք, կամ մենք ապրում ենք ապագային սպասելով։ Մեկ ասում ենք լավա լինելու,
լավա լինելու։ Այո, լավա, դու վստահություն ունես ապագայիդ վրա, Աստծո վրա, որ լավա լինելու։ Բայց այսօրը դու պետք է ապրես։ Մի մեռի այսօրը սպասելով ապագային։ Այսօր ապրի։ Գնում ենք իրար հետ թանկագիններս։ Ու շատ կարևոր է ապրել այսօր։ Հիսուսը մեզ չէր սովորացնում ապրի ապագայի համար։ Հիսուսը մեզ եթե Աստծո արքայության մասին պատմում էր, խոսում էր, ասում էր, այսօրվա, այս պահի համար էր ասում։ Հիմա կարանք ասենք երանի հիմա։ Կարաս վստահ ասես երանի հիմա։ Ես մի հատ բաժակաճառ չի, բայց որ հավաքվում ենք սեղանի շուրջ, ես եթե ասենք բանալու, ասում եմ վերցրեք խմենք մի հատ։ Երանի հիմա։ Ամեն, երանի հիմա։ Գիտես ինչի, որովհետև այդ սեղանի շուրջ կան մարդիկ եւ գուցե նաեւ դու կարող է հաջորդ օրը էլ այդ սեղանի շուրջ չլնես։ Դրա համար գնահատի հիմա։ Կողքդ որ նստած է կինդ, ամուսինը, երեխադ, ծնողդ, գնահատի հիմա։ Ամեն թանկագիններս շատ խորն է ինքը։ Շատ խորն է։ Այսօր կարող է ստեղից դուրս գանք էլ չկարենանք այն ինչ-որ մի աղբորը կամ մեկս մյուսին չկարենանք էլ հանդիպենք։ Այսօր հանդիպել ես գնահատի իրան, այսօր իրան պետք չի իրանից հետո գնա մեռի արի սիրեմը իրան պետք չի։ Մենք ունենք չէ՞ մեր հայկական էդի բանն է, գնա մեռի արի սիրեմ։ Մարդը չկա, սկսում են վայ, վույ, վայ։ Բայց իր կենթանության օրոք սկի նայող չկար այդ մարդու վրա։ Թանկագիններս, մենք այսօր ենք ապրում։ Ամեն, մենք այսօր ենք ապրում։ Դրա համար պետք է դու հասկանաս, որ կա մի հատ լավ բան քո կյանքում։ Հիմա որ ասում եմ ասա երանի հիմա, կարաս ասես մուշեղ աղբեր։ Դու գիտես հիմա ես ինչի մեջով եմ անցնում։ Ես է կարամ քեզ ասեմ, բա դու գիտես ես ինչի մեջով եմ անցնում։ Կամ են կողքիդ քույրը կամ եղբայրը։ Բայց դա կապ չունի։ Դա կապ չունի, սիրելիս։ Այսօր ինչի միջով էլ ես ու դու որ անցնում ենք, գուցեև երանի որ այսօր այդտենց ենք անցնում, սիրելներս։ Կարար ավելի դժվար ու ավելի վատ լներ։ Ամեն։ Այո, գուցե խնդիր կա երեխուդ հետ, խնդիր կա ֆինանսի հետ, թղթի հետ, տարբեր բաներ, կարամ անուններ տամ հարյուրավոր, որ կարա լինի մեր կյանքում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեռնենք այդ խնդրի մեջ, սպասելով որ մի օր լավա լինելու, կամ նայենք անցյալը ասենք ինչ լավ էր այդ օրը։ Չէ, սիրելիս, այսօր է մեր կյանքը, այսօր ենք մենք ապրում։ Իսկ ինչ անում սատանան մի բան, խապկանքի մեջ մեզ պահում է կամ անցյալում, կամ ապագային սպասելով։ Անցյալը դուր Աստծուն ինչ որ եղել է։ Ամեն սիրելիս։ Այսօր ապրի ու շարժվի առաջ։ Այսօր է քո օրը։ Այսօր երանություն է, որ մենք սենց իրար հետ եղբոր կողք իր մաման անստած, աղբոր կողք աղբեր անստած, այնտեղ տարբեր սիրելիներս, երեխեդ քո գիրկն է։ Երանի օր է այսօր։ Վայելի այսօրը ու օրհնի Տիրոջը հենց այսօր։ Ամեն թանկագինը, շատ կարևոր է էսի։ Հենց դու սկսես ապրել այսօրվա համար, սկսես մտածել, որ այսօր է իմ օրը։ Գիտես այսօր որ սենց է, դա չի նշանակում, որ վաղը կարա տենց չլինի։ Կարա փոխվի վաղը։ Թեկուզ լավ է, սիրելիս։ Այսօր որ լավ է, կարա եկուզ վատը լինի։ Այսօր որ վատ է, կարա եկուզ լավը լինի։ Բայց դու ապրի այսօրով, սիրելիս։ Հիսուսը մեզ սովորացնում է այսօր ապրել։ Ամեն։ Միտեղ կարդամ Ղուկաս 6:20 Երանի աղքատներին կներեք ակնոստերս դնեմ, մեծացել ենք էլի։ Երանի աղքատներին, որ ձերն է Աստծո արքայությունը։ Երանի հիմա սովածներիդ, որ պիտի կշտանաք։ Երանի հիմա լացողներիդ, որ պիտի ծիծաղեք։ Տեսեք, ստեղ Հիսուսը ուղիղ շեշտում է երանի հիմա սքացողներիդ։ Սիրելիներս, տեսեք,
Եթե մենք ունենք ինչ-որ մի ընթացք, ինչ-որ մի սխալ բանի մեջ ենք մտած, ինչ-որ մի բան կա մեր կյանքում, երանի հիմա, որ մենք սգում ենք դրա համար։ Ամեն, որ հետո կմխիթարվեք ասում։ Երանի հիմա, որ մենք ծարավ ենք ու սոված ենք, որ մենք մուրասկանի դիրքում ենք։ Ֆիզիկականի մասին չեմ ասում, սիրելիս։ Հիսուսը մեզ ասում էր, երանի հոգով աղքատներին։ Ֆիզիկապես Աստված չանի մուրասկանություն անենք թանկագիններս, բայց հոգևորի մեջ կուզեմ, որ միշտ մուրասկանը լես Հիսուսից։ Միշտ մուրասկան։ Տեր տուր, այտենց այն մուրասկանը ոնց է մի կտոր հացի համար ամեն խնդրված կանի, որ մի կտոր հաց տաս կամ ինչ-որ ֆինանս տաս, չէ, հոգևորի մեջ, եթե դու եղարը տենց, ամեն ժամանակ Հիսուսից ուզող, սիրելիս կյանքը զորավոր ձևի կանցնի։ Կյանքումդ միշտ կգա, որովհետև գիտես ինչի, մենք որպես մարդ, գուցե մուրասկանին տենանք անցնենք, վրենել չնայենք, իհարկե չենք անում, բայց Հիսուսը, որ տենում է իրանից ուզողի, ոչ թե թողում անցնում է, այլ ծնկում է իր կողքը ու իրան տալիս է։ Ամեն։ Դրա համար թող մեր հոգու մեջ երբեք հարստություն չգա, որ արդեն ամեն ինչ գիտեմ, արդեն էլ ինձ բան պետք չի, չէ, սիրելիս, ինչքան էլ լցվես ու հարստանաս հոգով, միշտ այդ դիրքը պահի, ուզելու Հիսուսից։ Ամեն, թող որ մեր կյանքում ընենց լինի, ընենց Աստված օրհնի մեզ ու օրհնել արդեն այտենց, որ մեր ուզելը մենակ Հիսուսից լինի։ Մարդուց չուզես, Տիրոջից ուզես։ Ամեն, մարդուն էլ դու միշտ տվողը լինես, սիրելիս։ Ասում է, երանելի է նա, ով որ տալ գիտի։ Լավ է տալը, քան առնելը։ Ամեն, թող մարդկային հարաբերության մեջ այնքան դու Հիսուսից առած լինես, որ կարենաս տաս, բայց թող այն դիրքը Հիսուսի հանդեպ միշտ մնա ուզելու դիրքը, սիրելիս։ Ամեն, մենք այնքան ենք լցված լինում, որ մտածում ենք արդեն մենք Հիսուսին էլ կարանք տանք։ Այդտենց լցվել ենք արդեն։ Հիսուսը որ գա ուզի կտանք, իրան էլ կտանք։ Չէ, միշտ կախվածություն ունեցի Հիսուսից։ Ամեն։ Ու հիմա է այդ ժամանակը, սիրելիս։ Հիմա է, որ դու այսօր Հիսուսին տանում էին խաչելու, լացում էին ժողովուրդը, շրջվեց, ասեց, մի լացեք իմ վրա։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Լացեք ձեր երեխեքի վրա։ Ու այսօր է մեր լացելու օրը, սիրելիներս։ Այսօր է մեր ծնկելու օրը, այսօր է մեր խնդրելու օրը։ Ամեն, վաղվան մի թող ոչ մի բան։ Գիտես, ինչը որ ստեղ երևի ես էլ առաջինը ձեռս բարձրացնեմ, ինչը որ մենք թողել ենք վաղվան, 90%-ը չենք արել։ Կամ արդեն էլ իր արժեքը չի ունեցել։ Կամ իր արժեքը արդեն կորցրած է եղել ինքը։ Դու կարող ես այսօրվա քո անելիքը, թողես ասես վաղը կանեմ, անես նույն բանը, բայց ինքը էլ արժեք չունի։ Այդ պահին էր պետք։ Դու այսօր կարաս քո երեխան կարիք ունի ինչ-որ մի բան դու իրան տաս։ Դու ասես, մենք հայկական բան ունենք, չէ՞, լավ մտածելակերպ ունենք, ինչ անում եմ, երեխուս համար եմ անում։ Ու այսօրվա իր կարիքը դու չտաս, որը որ ուզում է ինքը։ Ասենք մի հատ հեծանիվ ա ուզում օրինակի համար, հոգևորել վերցրե, էլի։ Այսօր իրան կարիք ունի, դու հնարավորություն ունես այսօր 10 իրան էդի, այսօր տուր իրան։ Վաղը մյուս օր այդ հեծանիվը մի քանի հատ էլ ավել, ինքն էլ կարա ունենա ու ինքը կարա տա արդեն։ Կանցնի այդ ժամանակը, սիրելիս։ Ամեն, այսօր է, որ կա կարիք դու հասնես օգնես, հենց այսօր արա էդի։ Այն օրերը, այն տարիները, այն ժամանակը, որ մեր կյանքում գնում է, անցնում է, հետ չես կարա ոչ մի բան բերես։ Գիտես նույն բանը կարող ասես տարիներով կորցրել եմ, ես հեսա այս տարիքից սկսելու եմ սենց ապրեմ, բայց չկա տենց բան։ Երեխատ մեծացավ, գնաց, էլ արդեն քոնը չի։ Այո, դու որպես այր, որպես ծնող, իրան ես, ինքը արգում է, ընդունում է, բայց այն հարաբերությունը, որ քո տան մեջ էր, որ քո հետ էր, այդ հարաբերությունը պրծավ։ Էլ դու չես կարա իրան, այն իրա ուզած հեծանիվը տաս։ Ինքը արդեն ավտոյով է ման գալի։ Հասկան, մեկ հոգևոր բաներ եմ ասում, սիրելիներս, ուղղակի օրինակներ ընենց բերենք, որ հասկանանք։
Ամեն։ Փառավոր է մեր Տերը։ Մենք պիտի ապրենք այսօրով։ Այսօր բան ունես անելու։ Մի թող վաղվան, սիրելիս։ Այսօր մեկին որ պիտի զանգես, մի թող վաղվան։ Այսօր որ մեկին պիտի այցելություն անես, մի թող վաղվան։ Մի անգամ մի տկար եղբայր կար, եկեղեցում չէր, ինքը հիվանդ էր, ես էլ նոր ապաշխարել էի, մի քանի երևի ամիս էր ապաշխարելի, հա Սուրբ Հոգին սրտից դնում էր, ասում էր գնա այդ եղբոր համար աղոթք քարա մի հատ։ Ես իրան աշխարհից գիտեի, էլի տենց։ Ամեն օր ասում էի այսօր կետամ։ Ոչ թե ինչ որ հավես չունեի կամ չգիտեմ, ամեն օր ոնց որ ասեի վաղը կգնամ, վաղը կգնամ, վաղը կգնամ։ Ու մի օր լսեցի, որ էլ եղբայր էլ չկա։ Ունենց սրտից բաներ եղել, մեղադրանքեր եկի, խի թողեցիր վաղը։ Խի թողեցիր, կարող է հենց այդ ժամանակ պետք էր որ դու պիտի իր կողքը լինեիր, ձեռը բռնեիր, աղոթեիր, գուցե այդ մարդը ինձ ընդունած չէր։ Այո, զավատում եմ ինքը Տիրոջ մոտ է, բայց չեմ ասում եմ, այսօր եթե քո կյանքում եղել է մեղադրանքի տակ ապրես, չէ, դրա մասին չեմ խոսում։ Բայց գիտես, եթե մեկի մոտ առաջնորդում է քեզ Տերը, գնա, քո գործը չի ինչի համար։ Ամեն սիրելիներս։ Ու հետո եկավ իմ կյանքում մի հատ բան, որ չեմ անել Տեր։ Եթե ասես, կանեմ Հիսուս։ Եթե չանեմ էլ Տեր, խնդրում եմ ինձ հիշացրա, ինձ օգնի Տեր։ Եթե հանկարծ կմոռանամ, որովհետև այսօրվանը վաղվան թողելը ճիշտ չի սիրելիս։ Դրա համար այսօր եթե Աստված քո սրտի մեջ ինչ-որ բան է դնում, մի թող վաղը հաստատ համոզված եմ չես անելու։ Դրա համար շատ հետաքրքիր մի հատ պատմություն կա, ասում տենց պատմություն է ասում են, հետաքրքիր է, ասում դիվային աշխարհը հավաքվում է ու ուզում են որոշեն, թե ոնց անեն, որ կանգնացնեն շարժը քրիստոնյաների։ Ու տարբեր բաներ են բերում, ամեն մեկ ու մրցանակ պիտի ստանա նա, ով որ ամենաճիշտ առաջարկը անի։ Մեկը գալիս է ասում է, ես սրանից հետո ունենց եմ անելու, որ հա մերսի ախպերս։ Ես ասում եմ սրանից հետո ունենց եմ անելու, որ բոլորին համոզեմ, որ Աստվածաշունչը սուտ է գրված։ Լսում են, քննարկում են բան, հետո որոշման են գալի, ասում են չես կարա դու դա անես։ Ասում են անհնարին բան է։ Մեկը կլինի, որ հաստատ կապացուցի, որ ճիշտ է գրված։ Այն մյուսը գալիս ասում է, գիտես, ես այնց եմ անելու, որ ամեն Աստվածաշունչը կարդացողներին, աղոթողներին սպանեն։ Ասում է, հա, կանես, բայց սպանելով ավելի շատ կշատանան քրիստոնյաները, մենք դրա փորձ ունենք։ Էդ էլ չի անցնում։ Մի խոսքով տարբեր առաջարկներ ա գալի, ու մեկը գալիս է ու ասում է, գիտեք, ասում է, ես մի որոշում ունեմ, ես այնց եմ անելու, որ համոզեմ ամեն քրիստոնյային, որ Աստվածաշունչը վաղը կկարդաս։ Ու մրցանակը ինքն է ստանում, սիրելիներս։ Ինչքան է լինում, չէ, հոգնած, մի բանից եկած, Տեր վրես ալ չկա, քնեմ, վաղը կանեմ։ Իհարկե նորմալ է, կարա լինի բոլորիս կյանքում, բայց այսօրվանը որ թողեցիր վաղը, արդեն խափնված ես դու, արդեն չես անելու դու։ Դրա համար այսօրվանը, այսօրվա աղոթքը, այսօրվա կարդալը, վաղվան մի թող, սիրելիս։ Բայց վայ ձեզ դպիրներից եւ փարիսեցիներից, որ ձեր մխիթարությունը ընդունեցիք, վայ ձեզ, որ կշտացել եք, որ պիտի սովեք, վայ ձեզ, որ իմացի ծաղում եք, որ սուկ պիտի անեք եւ լաց լինեք։ Ստեղ նորից Հիսուսը թանկագինները շեշտում է հիմա, որ հիմա ծիծաղում եք, սուկ պիտի անեք։ Ինչքան կա այսօր ավետարանը սեթում խոսում, ծիծաղում են վրատ, չեն ընդունում, ամեն սիրելիներս։ Բայց ինչ է ասում Հիսուս, ասում է, բայ ձեզ, որ դուք սուկ պիտի անեք հետո։ Իսկ սրանից մի քանի խոսք առաջ ինչ էր ասում, ասում էր երանի սքավորներին, հիմա սքավորներին, որ նրանք հետո մխիթարություն կգտնեն։ Ամեն թանկագիններս, այսօրվա իմ ու քո անելիքը վաղվանը չի։ Այսօր պիտի արվի թանկագինս։ Ու շատ կարևոր է, որ այսօրվա քո շարժը, այսօրվա քո գնալը գալը, այսօրվա քո հարաբերությունը վաղվան չթողես։ Որովհետև մեր Տեր Հիսուսը, որ նայում ես, ոչ մի ժամանակ, ոչ մի բան
վաղը չէր թողում։ Ամեն։ Մուրասկանի այն կինը, որ իրան դիպավ, անցնում էր ինքը, գնում էր, ծառայության էր գնում, բայց դիպավ, բայց ինքը կանգնեց ու մոտեցավ։ Կարար գնար, դիպել էր արդեն, կարար գնար, գուցե բժշկվել էր արդեն, բայց ասма կանգնեց ու մոտեցավ։ Այսօր եթե քուրդ, եղբայրդ բան ունի, որ դու պետք է կանգնես իր կողքը, այսօր կանգնի իր կողքը։ Այսօր գնա։ Ես մեկ մենք այնքան շատ ուզում ենք սովորացնենք, բայց շատ ժամանակ ընդամենը մի բան է պետք։ Ձեռը բռնես ու ասես ես քո հետ եմ։ Ու ավելի զորավոր է, քան թե մենակ սովորացնես։ Մենակ ասես սենց մի արան, էս մի արան, էս մի արա, էսի մի արա, էնի մի արա։ Չէ սիրելիս, մեկ կարիք կա ուղակի ձեռը բռնի։ Ուղակի ձեռը բռնի։ Հոգով ասա. հասկանում եմ քեզ, հետդ եմ։ Մի բառ ընդամենը։ Գիտես ոնց կարող է բարձրացնես այդ մարդուն։ Գիտես ոնց կարող է բարձրացնես այդ մարդուն։ Այսօր թանկագիններս մենք ներսի կյանք ենք ապրում։ Դու չգիտես այդ քրոջ եղբոր ներսը։ Չգիտես ինչի միջով անցնում։ Եղի մեկը, որ ձեռը կբռնես, կասես ես քո հետ եմ, չմտածես։ Բայց շատ ժամանակ, որ նայում ես ու շադիր, մենք մենակ սովորացնում ենք, զանգում ենք էսի մի արա, այնի մի արա, սենց գնան, ենց արա, ախպեր այդ մարդը սաղ գիտի։ Պետք չի իրան դու շատ բան սովորացնես։ Պետք է իրան ուղղակի ցույց տաս, որ դու իր հետ ես։ Ու դա ավելի ուժեղ է, քան թե մենակ սովորացնես ու ասես իրան։ Ամեն, իհարկե, եթե Տերը առաջնորդում է սովորացնելու մեջ, ամեն ու եւ այո, չէ՞, բայց սիրելիներս բաներ կա, որ ընդամենը մի քայլ, ընդամենը մի ժեստ, ընդամենը մի բառ մարդուն կարա անենց բարձրացնի, անենց օրհնի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Օրհնյալ է մեր Հիսուսը, թանկագիններս։ Մենք պետք է գիտես մեր անցյալը թողենք Տիրոջը։ Մեր ապագան վստահենք Տիրոջը։ Բայց մեր ներկան ապրենք Տիրոջ հետ։ Ամեն թանկագինները, շատ կարևոր է ներկատ ապրի Տիրոջ հետ։ Գիտես փոքր բաների մեջ այսօր որ մի բան ունենում ես, մի բան շահում ես, մի բան լավ է կյանքի, փոքր բան է, չէ՞։ Փառք տուր Տիրոջը հիմա։ Փառք տուր Տիրոջը հիմա, ասա Տեր, Հիսի ունեմ, հենց սկսեցիր մի բան ասեմ, փոքր բաների մեջ Հիսուսին տեսնել, մեծերը կգան սիրելիս։ Մենք պիտի փոքրի մեջ Հիսուսին տեսնենք։ Եթե մենք սպասում ենք մենակ մեծի մեջ տեսնենք Հիսուսին, մեծի մեջ, բոլորն էլ կտեսնեն։ Բայց քո անձնական կյանքի մեջ դու պիտի փոքրի մեջ տեսնես իրան։ Փոքրը գիտես որն է, որ մի հատ հաց ես սարքում, ըտե տեսնում ես Հիսուսը հետը տա։ Որ մի հատ դուրսը մի գործ ես անում, տեսնում ես Հիսուսը հետը տա։ Որ ներք ես անում, տեսնում ես Հիսուսը քո հետ է։ Որ մի բանը չէր ստացվում, հիմա դզվեց, ասում ես փառք քեզ Տեր, շնորհ տվեցիր, արեցի, ոչ թե որ ես մասնագետ էի եղավ։ Պետրոսը կարծում էր, որ ինքը մասնագետ է ծովի։ Չէ, Հիսուսը ասեց, անցնենք ծովի, այս կողմից այն կողմը։ Պետրոսը գիտես ինչ ասեց, ասեց Տեր դու քանի հանգստացի, օգնած ես։ Մենք կանցկացնենք։ Իրանք գիտես ալիքները, ամեն ալիքը որ ժամիներ են, սա գիտեին իրանք։ Մասնագետ էին, ձկնորս էին։ Ձկնորսները ամեն ժամը գիտեն, ամեն վտանգը գիտեն, չէ՞։ Թողեցին Տերը քնավ։ Աստված չի ուզում մեր մեջ մասնագետներ տեսնի։ Աստված ուզում է մեր մեջ աշակերտներ տեսնի, սիրելիներս։ Շատ կարևոր է քո գործի մեջ, քո անելիքի մեջ։ Մի մտածի դի որ թեկուզ լավ քեզանով ա եղե, փառքը տուր Հիսուսին։ Փառքը տուր Հիսուսին, այդ շնորհքն էլ ա Տերը տվե։ Փառքը տուր իրան, ասա Տեր այսօր ինչի մեջ էլ որ աշխատում ես, այսօր գուցե հավաքարար ես, կամ չգիտեմ, ներկարար ես, կամ բիզնեսմեն ես, կապ չունի, սիրելիս։ Մի դժգոհի դրանից, որ այսօր ես խիպտի էսի անեմ։ Չէ, փառք տուր Տեր Հիսուսին։ Ասա Տեր, որ շնորհ ես տվե, մեկի տունը կարում եմ մաքրեմ։ Որ շնորհ ես տվե, մեկի պատերը ներգում եմ։ Որ շնորհ ես տվե, մի ինչ-որ առևտրի մեջ ես հասկանում եմ։ Շնորհ ես տվե, երգում եմ։ Ամեն փոքր բաներիդ մեջ տես Հիսուսին։ Տես Հիսուսին։ Հենց սկսեցիր փոքրիդ մեջ Հիսուսին տեսնել, գիտես ինչա կատարվելու։
ամեն ժամանակ քո բերանը գոհություն ալնելու։ Դժգոհությունը գնալու է կյանքից հետ։ Դժգոհությունը գնալու է կյանքից հետ։ Որովհետև շատ ժամանակ մենք ինչ ենք անում, մենք սпасելով մեծին, այսօրվա փոքրը չենք տենում ինչա մեր կյանքում, ու միշտ դժգոհություն է մեր կյանքում։ Միշտ դժգոհություն է, չեմ հասե, չունեմ, չկա, չեղավ, չէ սիրելիս, հələ նա ինչքան բան ունես։ Այսօր որ ստեղ նստած ես, փառք տուր Տիրոջը խաղաղության մեջ, ամբողջ աշխարհը կռվի մեջ է։ Խաղաղության մեջ արի այնքան լցվի Հիսուսով, որ Աստված ոչ անի եկավ նեղությունների ժամանակ ու գալու է, որ այնքան լցված ելնես, որ կարենաս դիմանաս։ Հակառակ դեպքում չես կարա, սիրելիս։ Ինչքան ուզում ես իմացի, ինչքան ուզում ես ծառայած եղի, ինչքան եթե իր հոգով լցված չես կարանալու նեղության ժամանակ գնաս։ Անհնարին բան է։ Մարդիկ որ գնում էին, կախվում էին, որ մարդիկ խաչվում էին, լցված էին Տիրոջ հոգով։ Ամեն, անենց էին լցված, որ ծեծում անում գցում էին փողոցի, անում էին մեռելա, աչքերը բացում էր, նորից ելնում էր, քարոզում էր։ Այնքան էին ծեծել, տեսել էին, որ մեռավ, թողել էին, գնացել էին։ Բայց ելնում էր, աչքերը բացում էր, սկսում էր նորից քարոզել, որտեվ Տիրոջ հոգով լեցված էր, սիրելիս։ Փառք մեր Հիսուսին։ Մեր կյանքը, մեր ընթացքը պետք է իրականում Հիսուսի հետ շարժվի, սիրելիս։ Հիսուսը չի ուզում, որ դու սпасես, երբ պետք է գա արքայությունը։ Հիսուսն ասեց, արքայությունը ձեր մեջ չէ։ Ու այդ արքայությունը, եթե իմ ու քո մեջ է, երկրի վրա մենք պետք է ապրենք արքայությունը։ Երկնքում որ հայտնվեցինք, դա Աստված Տիրոջ ողորմությունով, շնորհով Հիսուսի, հայտնվենք երկնքում, այնտեղ արքայությունը կվայելես արդեն։ Բայց Հիսուս ուզում է երկրի վրա վայելես արքայությունը։ Ամեն, իր խաղաղությունը ուզում է երկրի վրա վայելես։ Իր ուրախությունը ուզում է ստեղ վայելես։ Իր զորությունը ուզում է ստեղ գործածի քո կյանքով։ Դրա համար երբ որ թանկագինս մեջդ գալիս է մի բան, անհանգստություն, չգիտեմ, վաղվա օրվա մասին հոգս, թող։ Ամեն, թող, վաղվա օրվա մասին հոգսը թող, որովհետև չես կարանալու ոչ մի բան փոխես, միտեղ կարդանք։ Հալելույա։ Հովհաննես 4:23 ասում է, բայց ժամանակ կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն հորը, որովհետեւ հայրը այսպես է ուզում իր երկրպագողներից։ Ժամանակ կգա, ասա եւ հիմա է։ Եվ հիմա է, սիրելիս, որ հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն Տիրոջը։ Իրականում թանկագիններս ամեն բան դիր քո կյանքի մեջ հիմայի վրա։ Եղել է որ վաղվա մասին հոգս ես արել կամ մի ամսվա, մի տարվա, չգիտեմ, կտրվածքով, հետո եկե հասել է այդ օրը, զգացել ես, որ իմաստ էլ չուներ այդ քո հոգս անելը, երկար ժամանակ քեզ այտենց բանի մեջ, լարվածության մեջ կամ մտածմունքի մեջ պահելը։ Լրիվ ուրիշ բան կատարվավ այդ ժամանակների մեջ։ Դրա համար սիրելիս, գիտես, այսօրվանը մի թող վաղվան։ Փառք Տիրոջը։ Հիսուսը միտեղ ասում է, որ վաղվա համար հոգս մի արեք։ Վաղվա օրը իր հոգսը իր հետ կբերի, սիրելիներս։ Դրա համար թանկագինները շատ կարևոր է, որ իրականում մենք սովորենք ապրել այսօրով, որ վաղվա համար շատ բանի մեջ հոգս չանենք, սիրելիներս։ Այսօր կասես այնքան դժվար է, մուշեղ աղբեր, կասեմ, որ այո եւ ամեն։ Բայց սիրելիս, գիտես, որ մի քիչ խորն ես գնում ու հասկանում ես մի բան, որ ինչ էլ որ հոգս անեմ, մեկա չեմ կարա փոխեմ։ Եթե այսօր ինչ-որ դժվարությունով, ինչ-որ բանի մեջ գնում ես, կուզեմ փառաբանության թիմը գա, թանկագինները, սրտիս կա այսօր մի քիչ աղոթք անենք իրար հետ։ Ամեն։ Գիտես, ինչի միջով որ գնում ես, ինչի միջով որ անցնում ես, դու բան չես կարա փոխես։ Այո, եթե քո փոխելու բաներն է, դա ուրիշ բան, եթե քո անելիքն է, բայց կան բաներ մեր կյանքում, որ մենք չենք կարա փոխենք։ Դրա համար այսօր ինչի միջով էլ որ անցնում ես, ինչ էլ որ կա քո կյանքում, շատ կարևոր մի բան կա, չմնաս խնդրիդ մեջ։ Ամեն, դուր Տիրոջը ու դուրս արի այդ խնդրից։
թղթերը չի ստացվում, քանի տարիներ է, քանի ժամանակներ է, ամբողջությամբ բաց թող Տիրոջը։ Դու չես կարա բան փոխես։ Աղոթք արա, դուր Տիրոջը ու իր կամքին հանձնի։ Երեխուդ մոտ բան չի փոխվում։ Տարիներով աղոթք ես անում։ Աղոթք արա, դուր Տիրոջը անցի առաջ։ Աստված ինձանից ու քեզանից շատ է ուզում, որ մեր կյանքում փոփոխություններ լինեն դեպի լավը, սիրելիս։ Բաներ կա մեր կյանքում կարա կատարվի, ընդհանրապես պատասխանը չունեն ասել։ Եթե Աստված չի խոսում մեր ինչ-որ խնդրի մեջ, ու չի ասում մեզ ինչի համար, խի ոնց, ես քեզ կասեմ ուղղակի մի բան, ես չգիտեմ ինչ, փիլիսոփայել պետք չի մեր կյանքում, սիրելիներս, որ մենք ասենք սրա համար, նրա համար, եթե Աստված պետք կլինի խոսում է քո կյանքում, ինքը խոսացող Աստված է։ Կողքինիդ կյանքում, որ մի բան կատարվում է, մի նայ իր կյանքում, իրան դրսի երևույթով եզրակացություն կազմի ու ասա, այս սրա համար է իր կյանքում։ Երբ որ մեկի մասին ինչ որ կարծիք ես արտահայտում, զգուշ եղի։ Գիտես, կյանքը բումերանգ է, սիրելիս։ Դու կարաս արտահայտես մի բան, մտածես մի բան, դատես մի բանի մեջ, հետո ֆռա ու գա ուղիղ ճակատիդ խփի այդ խնդիրը։ Դրա համար ամեն բանի մեջ զգուշավոր եղի, սիրելիս։ Մարդու կյանքում, որ դու տեսնում ես ինչ-որ մի բան, որ այդ մարդը թերություն է գուցե, թեկուզ տկարություն է, ինչ-որ մի բան է, դա նրա համար չի, որ դու տենաս ու այդ մարդուն դատես։ Եթե նույնիսկ տեսար, գիտես ինչի համար է, որ դու իրան օգնես, արքայության մեջ երբ որ կանգնեցիր, Աստված ցույց է տալու, ասելու է, իմ որդուն, մուշեղին ցույց տվեցի քեզ իր թերությունը, եթե իհարկե Տերն է բացել, ինչի չօգնեցիր։ Սիրելի, զգուշ եղեք, քրիստոնեության մեջ մենք զգուշությունով պիտի գնանք, վախով չի, զգուշությունով։ Այո, եթե վախով, նույնիսկ թեկուզ վախով դեպի Աստված, թողտես գնանք։ Ամեն Աստված տեսնում է իմ ու քո ներսը։ Հիմա ես նայում եմ ձեզ, դուք նայում եք ինձ։ Ինչ ես մտածում ես խոսքի մասին, իմ մասին, ընդհանրապես, էդ էլ տեսավ Աստված։ Կապ չունի մնացած դրսի երևույթը։ Կապ չունի։ Ու մենք մեկ-մեկ ընենց ենք պահում մեզ, որ մարդը չտեսավ ու անցանք։ Չէ, սիրելիս, 24 ժամյա լայվ կամերա ունենք մեր վրա։ Գիտես որտե՞ն, մեր ներսն է դրած եկի։ Ինչ որ կատարվում է մեր ներսը, ամենը նկարվում է։ Հալելույա։ Որտեղ է մեր Հիսուսը, սիրելիներս։ Մենք պետք է իրար օգնող քրիստոնյաներ լինենք։ Մենք պետք է իրար բարձրացնող քրիստոնյաներ լինենք։ Էս է ուզում Աստված մեզանից։ Մեկը մյուսին իր անձից առավել համարեք։ Այս շարժի մեջ արթնություն կգա, սիրելիս։ Այս շարժի մեջ Աստված գերբնական կգործի։ Էսա մեզ պետք։ Մեզ պետք է իրար ձեռ բռնելով, իրար չքննադատելով, այլ իրար օգնելով գնանք առաջ։ Ամեն, փառավոր է մեր Տերը։ Որտեղ է մեր Հիսուսը։ Միտեղ կարդամ աղոթք անենք, սիրելիներս։ Բայց սրտիս կա մի բան խնդրեմ ձեզ, ասեմ նոր, կանցնեմ խոսքին։ Աղոթքի ժամանակ մի խնդրանք ունեմ ձեզ, ժողովուրդ ջան։ Ովքեր որ կմնան հոգով եւ ճշմարտությունով կկպնեն աղոթքին, թող մնան դալիճում։ Ովքեր որ ուղղակի մնալու են կուլտուրայից ելնելով կամ ուղղակի նստելու են, կխնդրեմ իրանց ամենայն հարգանքով բոլորիդ հանդեպ, սիրելիներս, ընդեղ նստեք, եթե դիմնակ խոսակ, սրտիս Տերը դրեց, որ այս ձևի աղոթեք, սիրելիներս, կխնդրեմ, որ ընդեղ, ոչ մի ամոթ, ոչ մի բան չկա, ազատ եղի, Հիսուսի մեջ մենք ազատ ենք, պարտադրանք ոչ մեկի մեջ չկա, ուղղակի էսի Տերը առաջնորդում է, ես ասում եմ, կմնաս, եթե կմնաս մինչև վերջ հոգով եւ ճշմարտությունով երկրպագության մեջ,
կարիք կունենաս աղոթքի կգաս առաջ, եթե ոչ մնաս աղոթքի մեջ սիրելիս։ Ամեն, ես հավատում եմ այսօր Տերը գործ անելու։ Ես հավատում եմ դրան։ Եվ ես այդ հավատքով էլ աղոթք եմ անելու սիրելիներս։ Ամեն, երկրպագությունը որ կգնա սիրելիներս, ազատեք, աղոթք ենք անելու։ Ովքեր որ աղոթքի կարիք ունեն, ուզում են, թող մնան դահլիճում։ Ազատ եղեք։ Ամեն։ Փառք քեզ Տեր Հիսուս, փառք քեզ իմ Աստված։ Գոհանում ենք քեզանից։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Շնորհակալ ենք քեզ Տերս։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Եբրայեցի 3:15 Քանի որ ասվում է այսօր եթե նրա ձայնը լսեք մի խստացրեք ձեր սրտերը ինչպես որ բարկանալու ժամանակում է Այսօր եթե նրա ձայնը լսեք մի խստացրեք ձեր սրտերը սիրելիներս Ես դեռ չէի ապաշխարել ես վկայությունն էլ տամ երկրպագ ենք Ես դեռ չէի ապաշխարել մի անգամ ինձ կանչեցին տարան եկեղեցի գնացի ու մեր ավագ հովիվներ եկել ծառայելու ես էլ լրիվ աշխարհի մեջ այն ամոթ բան այն տղայավարի այդ բաները ամեն ինչը գնացի ու ընդհանրապես կյանքում էլ սիրում ես ասենք որ աշխարհի մեջ ես եղել սիրել ես անկյունները չէ ասենք բանակ տեղը անկյունի կրավաթին քնես, չգիտեմ, միշտ այտենց սիրում ես, որ չերևացող տեղեր դուլնես, չէ, ասենց։ Ես խենք սիրի անկյունները, էլի, չէ, ասենք։ Լավա մեջտեղը սիրես, էլի, որ սաղի շփվես, տենաս, բայց մեր կյանքում այտենց էր։ Ու մտա եկեղեցի, ու հենց սենց այս ձևի եկեղեցի էր։ Երևի է շապել մի քիչ շատ մարդիկ։ Ու գնացի մի հատ անկյունում, որ կողմը ցույց տամ, որ արմարը լինի։ Մի հատ անկյունում, լրիվ պատի մոտը կանգնեցի։ Մինչև սկսես ծառայելը, հովիվը, ես լրիվ աշխարհի մեջ եմ։ Մտքիս մեջ սկսեցի բաներ մտածել, ասի եթե ես մարդը Աստծուց է, այդքան ասում են Աստծուց, դե թո հելնի ու ասի ես ինչ եմ մտածում իմ մտքի մեջ։ Աստծուց, եթե Աստծուց է, կիմանա ես ինչ եմ մտածում։ Ուրեմն ինչ որ մտածել էի, հովիվը ելավ ծառայելու ու սկսեց ուղիղ այդ բաների մասին խոսալ։ Ասեց ստեղ մի եղբայր կա, որ ինքը մտածում է էս բաները։ Ու ինքը քանի դեռ թվում է, ինչը, այդ ամեն ինչի մասին տառ ստորակետով ես մտածել եմ դրանք։ Հիմա որ պատմում եմ, էլի Տիրոջ ներկայությունը վերապրում եմ։ Ու ինքը որ սկսեց խոսել, ես անկյունի վրա եմ կանգնած, ոտքերս սկսեց դողալ ու մարմինս թուլացավ։ Ու ինքը գնում է գալիս է, պարաբանությունը գնում է, ու ինքը սենց միկրոֆոնով գնում գալիս է ու ասում է, լսի եղբայրս, այսօր է քո օրը։ Ու ես էլ այդ ժամանակ մտածում եմ, ասում եմ, չէ, այսօր իմ օրը չի, ասում է, լսի, որ ասում ես այսօր չի իմ օրը, այսօր է քո օրը։ Ու սենց խոսում է։ Ես սկսում եմ ուրիշ բան նորից մտածել, ինքը նորից է ասում այդ բանը։ Ասում եմ, չէ, մտքիս մեջ, երևի այսօր չի իմ օրը, մի հատ ուրիշ մարդու ու նայում եմ մեկին, ասում եմ, չէ, որ նայում ես այն տղուն, իրար օրը չի, քո օրն է։ Ամեն որ ասում է ամեն անգամ, ոտքերս թուլանում է, լավ է որ պատի մոտ եմ կանգնած։ Մի կերպ պատից բռնվել եմ, որ չընկնեմ, Տիրոջ զորությունը իջել է։ Ու Տերը կատարյալ կանչ անում առաջ։ Ես ինչի եմ էսի ասում, որ մենք աղոթք ենք անելու, սիրելիս։ Տերը կատարյալ կանչում է առաջ քեզ։ Ոչ թե կանչում առաջ գալու համար, այլ կանչում առաջ ազատելու քեզ։ Ամեն։ Ու այս խոսքը, որ կարդացի, ասում է, եթե Տերը ձեր սրտերի հետ խոսում է, մի խստացրեք ձեր սրտերը։ Ինչքան ալդում, չէ, մեկ էլ ծառայության ժամանակ ինչ-որ ընթացքիդ մեջ մեկը մի բան ասում քեզ, կպնում է սրտիդ, որ պետք է թաս ասենք եղբորիցդ ներողություն խնդրես։ Չէ, չես անում քայլը։
Դա նույն բանն է, երբ որ Աստված խոսում, ասում է մի խստացրեք ձեր սրտերը։ Ու մինչև ինքը ծառայության մեջ գնում է, ինձ թվում է, որ բոլոր դահլիճը ինձ է նայում։ Բայց մարդիկ իրաց ծառայության են։ Հիմա ես պատից մի կերպ բռնվել եմ, որ չընկնեմ։ Ու ասում եմ, Տեր Աստված, ասում եմ, գոնե մեկը եթե առաջ ես բրցնեմ, իմանամ, որ ես չեմ։ Հենց տես մտածում եմ, հովիվն ասում է, չի գալու այդ մարդը առաջ, էդի դու ես։ Ու ինչքան որ ասում է, այնքան այս Տիրոջ ներկայությունից սենց իջել եմ ես, արդեն մի կերպ բռնվել եմ։ Ասես չեմ ծառայելու, մինչև չգաս առաջ։ Ու մի 5 րոպե գնում է գալիս, ասես քորն է այսօր։ Ու ես կատարյալ զգում եմ, 2-3 աղբեր քուր, ես առաջ անգամ եմ եկել եկեղեցի։ Մոտեցել են ինձ ասում են քեզ ա կանչում աղբեր։ Չեն էլ ճանաչում այտենց շատ շփված չեն։ Ասում են քեզ ա կանչում։ Ասում եմ չէ աղբեր, երևի ուրիշի ա կանչում։ Մի խոսքով չգնացի։ Չգնացի սիրելիս, բայց գիտես, հիմա որ նորից հիշում եմ, ասում եմ Տեր Հիսուս, մի հատ էլ որ ելներ այդ պահը կվազեի։ Գիտես ինչն էր կարևորությունը։ Հետո որ անցավ տարիներ, այո ապաշխարեցի, եկա Տիրոջը, բայց հասկացա մի բան։ Եթե ես այդ օրը քայլ արած ելնեի ու առաջ գնացած ելնեի, գուցե մի 3 ժամ գետնի վրա թավալվեի, բայց ես այդ օրը կատարյալ ազատ կգնայի տուն։ Բայց դրանից հետո, այո փոփոխությունները կա։ Բայց սիրելիս, սիրտդ մի խստացրա։ Գիտես, այդ պահին, եթե իմ համար աղոտ քարվեր, ամբողջությամբ կարող եմ ներսից այն տարիներով են հաստացած արմատները պոկվեր ու գնար։ Բայց հետո իմ ընթացքի մեջ դրանք ես իմ ջանքով, իմ չարչարվելով, իմ նեղվելով սկսեցի կտրել, մինչև այսօր էլ կտրում ենք, խփում ենք այդ հաստացած արմատներին։ Հետո որ այսքանը մտածում էի, մտածեցի, ասի կարողա, էսի ես եմ սենց մտածում, ու մի օր Աստվածաշնչով Սուրբ Հոգին բացեց, ցույց տվեց, գիտես որտեղը։ Ասեց Մովսեսը, որ հելավ սարի վրա, Աստված պատվիրանները գրած տվեց իր ձեռը։ Բայց Մովսեսը ջարդեց պատվիրանները։ Եվ հետո ինքը անձամբ իրանով գրեց պատվիրանները։ Հասկանում ես սիրելիս ինչ եմ ասում։ Աստված եթե կանչում է քեզ, մի թող։ Աստված եթե խոսում է քո սրտի հետ, մի թող։ Հիմա Աստված եթե խոսում է քո սրտի հետ, մենք տեսեք խոսում ենք թեմա, որ Աստված կարա քո սրտի հետ հիմա մեկին ցույց տա, քո սրտի հետ քո ներսի ինչ որ մի բանը ցույց տա։ Հիմա է դա սիրելիս։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք թանկագիններս։